Դերասանուհի Աննա Մաքսիմը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակած տեսանյութի միջոցով հայտնել է, որ այս շրջանում առողջական խնդիրներ ունի եւ բժշկի է այցելում։ Ընկերներ, այս պահին ուզեցի ձեզ հետ կիսվել մտքերովս։ Իմ ընկերները գիտեմ, որ առողջական խնդիրներ ունեմ եւ վերջապես որոշել եմ զբաղվել ինձնով։ Ու հիմա գնում եմ բժշկիս մոտ։ Նոր քայլում էի ու մտածում էի, որ ի տարբերություն 2 տարի առաջվա կարող եմ տաքսի վերցնել, վճարել տաքսու համար, բայց հետո հասկացա, որ ինչքան էլ ոտքս ցավում է, բայց ամենայն դեպս կարողանում եմ քայլել ու դա իսկապես գիտակցող մարդու համար հրաշք է ու ուզում էի ասել, պարտադիր չի կյանքում ինչ-որ մի բանից զրկվես, որ կարողանաս դա գնահատել։ Ուղղակի գնահատեք այդ պահը, որ ունեք, որ կարող եք քայլել, տեսնել, զգալ, ինչ չէ սիրել։ Խոսքով ուզում եմ ասեի, շատ ձեզ սիրում եմ ու լավ եմ։ Դերասանուհու մոտ խնդիրներ էին ի հայտ եկել դեռ մեդալի հակառակ կողմը ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ նույն ֆիլմում ի դեպ Աննայի խաղընկերը դերասան Սոս Ջանիբեկյանն էր, ում հետ ինչպես խոստովանել էր դերասանուհին, ինքը ժամանակին իրական սիրավեպ է ունեցել։ Ծնվել եմ Երևանում, մանկությունս անցել է քաղաքի կենտրոնում, մեծ մասը Բաքում, կռիվների մեջ։ Մեծանալով Բաքում մեծ դաստիարակություն եմ ստացել փողոցից, որը կարծում եմ տղամարդու կյանքում շատ կարևոր է։ Իհարկե ծնողներս ինձ ազատ են թողել, բայց անտարբեր չեն եղել, նրանք ինձ մանկուց վստահել են։ Չէր գոհացնում, որ մեր բակում ընդամենը 3 ընկեր էինք ու երբ պետք է կռվեինք կողքի բակերի տղաների հետ, նրանք միշտ հաղթում էին, որովհետև իրենք բազմաքանակ էին։ Իմ երազներն էին ինձ տանջում, որովհետև շատ վատ ու սերիաներով երազներ էի տեսնում, բացի երազներիցս ոչինչ չէր տանջում, քանի որ շատ անհոգ ու ուրախ մանկություն եմ ունեցել ու միշտ երջանկությամբ եմ հիշում այդ օրերը։ Իսկ դպրոցական տարիներին շուտ-շուտ սիրահարվելս էր տանջում, շատ հաճախակի էի սիրահարվում, մեկին 1 տարի էի սիրում, մյուսին 2 եւ այլն, երբեք չսիրահարված չեմ եղել։ Դպրոցում այսպես ասած փողոցային եմ եղել, անընդհատ ցանկացել եմ դեպի դուրս գնալ, բակ, ընկերներ, խաղեր, իսկ որպես աշակերտ միշտ փորձել եմ խնդիրներ չստեղծել ու չարաճճի դասարանիս հետ արել եմ ամեն ինչ, բայց խելացի ձևով, երբեք գերազանցիկ չեմ եղել, շատ եմ սիրել հայոց լեզվի, գրականություն ու լեգենդների վերաբերյալ դասերը, իսկ ճշգրիտ գիտություններ չեմ սիրել։ Ես մասնագիտությամբ կինոօպերատոր եմ, բայց միշտ մասնակցել եմ դերասանական բաժնի դասերին, սովորելու ընթացքում խաղացել եմ ուսանողական թատերական խմբակներում եւ այլն, այսինքն դերասանությունը միշտ ձգող է եղել ու ես գիտեի, որ հաստատ դերասանությամբ զբաղվելու եմ, նաեւ ռեժիսորական դասերի եմ մասնակցել։ Ինձ համար արվեստը ընդհանուր գաղափար է դարձել ու այս ամենի արդյունքում ես կինոարտադրությունից ընդհանուր գաղափար եմ կազմել, գիտեմ դերասանություն, օպերատորություն, մոնտաժ ու այլն, իսկ ինչու ընտրեցի կինոօպերատորություն, որովհետև ծնողներս ասացին, որ ես հաստատ դերասան դառնալու եմ, իսկ կողքից ուրիշ ինչ-որ մասնագիտություն ստանալը օգտակար է։ Ժամանակին զբաղվել եմ օպերատորությամբ, ունեմ նկարահանած կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացվել են տարբեր մրցույթների ու մի շարք մրցանակների արժանացել, իսկ հիմա ավելի խորացել եմ դերասանության մեջ, փորձելով գիտելիքներս զարգացնել ու փորձս ձեռք բերել հենց այս ուղղության մեջ։ Հայտնի, ավելի ճիշտ արվեստագետի ընտանիքից լինելը օգնել է, որ ես դաստիարակվեմ որպես արվեստագետ, այսինքն ես մեծացել եմ այդ մթնոլորտում, տանը միշտ լսել ենք լավ երաժշտություն, դիտել լավ ֆիլմեր, հաճախել ենք թատրոն, կինո եւ այլն, իսկ այն, որ հայրս այսպես ասած հայավարի զանգի մի տեղ ու ասի սոսին գործի տեղավորեք, նման բան երբեք չի եղել։ 16 տարեկանից աշխատել եմ տարբեր տեղերում, բարմեն, մատուցող, մենեջեր ու այլն, այդ ընթացքում զբաղվելով օպերատորությամբ, իսկ առաջին դերասանական փորձս դեպի կինո եղել է 15 տարեկան հասակում, երբ գլխավոր դերով հանդես եկա Հովհաննես Գալստյանի Խճճված զուգահեռներ ֆիլմում, որին հաջորդեցին մի քանի փոքրիկ ֆիլմեր, որից հետո նկարահանվեցի սերիալում։ 19 տարեկանում նկարահանվելով Կյանքի գինը սերիալում ձեռք բերեցի փառք ու ճանաչում, իսկ գաղտնիքը չգիտեմ, բայց այն, որ շատ հաճախ միևնույն մասնագիտական մակարդակի վրա գտնվող մարդկանցից մի քանիսը առանձնանում ու աչքի են ընկնում, դա հաստատ գիտեմ, կարծում եմ ես այդ մի քանիսի շարքում եմ։
Հայրս ամեն օր կրկնում է, որ պետք չէ մեծամտանալ, միշտ պետք է մնալ պարզ, քանի որ դերասանությունը ընդամենը քո մասնագիտությունն է, որը դու լավ ես անում ու դրա համար սիրվել ես։ Փոքրիկ գլխապտույտ ունեցա կյանքի գինը սերիալի նկարահանման ժամանակ, բայց ունենալով ինքնաքննադատ ուղեղ հասկացա, որ ես ընդամենը իմ գործն եմ կատարում, որը ուղղակի հասարակությանը տեսանելի է։ Իսկ մյուս մասնագիտությունները անմիջականորեն տեսանելի չեն, բայց բոլոր մասնագիտություններն էլ շատ կարևոր են, ու հորս խորհուրդը այդ ժամանակ լիովին ըմբռնեցի։ Եթե հայրս մեծ դեր է ունեցել իմ որպես տղամարդ դաստիարակվելու գործում, ապա մորս դերը մեծ է եղել իմ աշխարհայացքի ձևավորման գործում։ Եթե արվեստագետ չլինեի, կցանկանայի ֆուտբոլիստ դառնալ, շատ եմ սիրում այդ խաղը։ Ես իրականում շատ բարդույթավորված մարդ եմ ու նաև ունեմ բազում սկզբունքներ եւ բարդույթները սկսում են առնչվել սկզբունքներիս հետ, իմ կարծիքով դառնում է հավակնություն, որը ինձ համար խեղաթյուրված սկզբունքն է, բայց փառք Աստծո իմ ինքնաքննադատ լինելը ինձ միշտ սթափ է պահել եւ այս խառնաշփոթի վերջում այդ երևակայությունից մեկը դառնում է ոգեշնչման աղբյուր, իսկ որպես այդպիսին ոգեշնչման աղբյուր միշտ սերն է եղել։ Թատրոնից կտրված երբեք չեմ եղել, այս ընթացքում թատրոնում եւս խաղացել եմ ու այժմ էլ պատրաստվում եմ նոր ներկայացման։ Լիովին չեմ տրվել թատրոնին, քանի որ թատրոնում խաղալը շատ դժվար լինելով, դժվար էր այն համատեղել սերիալում նկարահանման հետ։ Բացի այդ, ֆինանսական առումով թատրոնը շատ քիչ հնարավորություն է տալիս, այդ պատճառով էլ ինձ մոտ գերակշռեց սերիալը ու ֆիլմերը։ Բարեբախտաբար ես նկարահանվել եմ լավագույն սերիալներում ու երբեք չեմ փնովի սերիալ ասվածը, քանի որ այն իր հետ բերեց նոր հնարավորություններ։ Շատ դերասաններ աշխատանք ձեռք բերեցին, ոմանք ճանաչում։ Ռեժիսորները կարողացան նկատել լավ դերասաններին, հրավիրելով գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու եւ այլն։ Ու ես միշտ ասել եմ, ինձ համար ավելի լավ է սերիալը, քան վատ գեղարվեստական ֆիլմը կամ թատերական ներկայացումը։ Ես ամեն ինչի լավին եմ կողմ։ Հենց Հովհաննես Գալստյանի ու նրա խճճված զուգահեռներ ֆիլմով ոտք դրեցի դեպի մեծ կինո, այսօր շարունակում եմ աշխատել նրա հետ ու ապագայում եւս պետք է նրա ֆիլմերից մեկում գլխավոր դերով հանդես գամ եւ ինչ որ ներքին հույս ունեմ, որ դեպի համաշխարհային կինո իմ միակ կամուրջը հենց նա կլինի։ Իմ խառնվածքի մեջ ինձ ամենաբնորոշող գիծը մաքսիմալիզմն է, կամ ամեն ինչ, կամ ոչինչ, եթե ինչ-որ գործ եմ ձեռնարկում, ապա պետք է լինեմ լավագույնը։ Կարծում եմ այն, որ երբ շրջապատս կարևորվելու կարիք է զգացել, կարևորել եմ, երբ գնահատվելու կարիք է զգացել, գնահատել եմ եւ այլն։ Ու ամենակարևորը, երբեք չեմ փորձել իմ հարազատին իմ ճշմարտությամբ տանել առաջ, բայց միշտ փորձել ու բացատրել եմ ընտրությունը թողնելով իրեն։ Միշտ կոտրում եմ կարծրատիպերը, դրանք մարդկային վախերից ստեղծված կանոններ են, որոնք երբեք պետք չէ համեմատել բարոյական նորմերի հետ, որովհետև բարոյականությունն իմ ներսում է, իսկ կարծրատիպերին ենթարկվելը ինձ համար անընդունելի է։ Ի վերջո կարծրատիպ ստեղծողն է դրանք խախտում, երբ իրենց հարմար է եղել։ Ցավոք, այսօր Հայաստանում բազում հայ ադաթապաշտ տղաներ ապրում են որոշ կարծրատիպերով ու վստահ եմ, որ այդ երիտասարդներից շատերը հոգու խորքում դրանք չեն ընդունում։ Կարծում եմ, կյանքը մեկ անգամ է տրված, որը պետք է ապրել այնպես, ինչպես դու ես ուզում, առանց հաշվի առնելու շրջապատի կարծիքը, իսկ եթե շրջապատդ քեզ այդպիսին չի ընդունում, դա իր խնդիրն է։ Ցանկություններս կատարելու համար ամեն ինչի պատրաստ եմ, դեմ չգնալով խղճիս ու չոտնահարելով սկզբունքներս։ Ձախողումների դեմ չեմ պայքարում, քանի որ դա մեծ փորձ է։ Երբ ուսանողական տարիներին առաջին անգամ բարձրացա բեմ, լարվածությունից քարացել էի, չէի կարողանում խոսել ու քայլել։ Այդ խայտառակությունը ինձ ստիպեց կրկին փորձել, ներկայանալով ավելի մեծ բեմից, որպեսզի իմ միջից հանեմ այդ վախը։ Ձախողումը քեզ մի այնպիսի աշխարհ է գցում, որտեղ դու մոտենում ես քեզ ու նորից վերարժեքավորում։ Իսկ հաջողությանս բանաձևն այն է, որ իմ գործունեության ճանապարհին փորձում եմ երբեք չվնասել ուրիշներին ու հավատալ, որ անպայման կհասնեմ իմ նպատակներին։ Նաև մի մեծ գաղտնիք բացեմ, ես իմ տեսակով շատ հաջողակ եմ ու անկեղծ ասած հաջողության հասնելու համար երբեք մեծ ջանքեր չեմ գործադրել։ Ինձ համար շատ կարևոր է հասածը պահել, քան հասնել։ Ես շատ երազկոտ եմ, ամեն օր սպասում եմ հրաշքի, ամեն օր երազում եմ, ավելի շատ երազում եմ, քան պլանավորում։ Չեմ պլանավորում, որովհետև ինչպես ասում են, եթե ուզում ես Աստված ծիծաղի, պլաններ կազմիր։ Միևնույն է, լինելու է այնպես, ինչպես պետք է լինի, պարզապես դու պետք է արժանանաս քո ցանկություններին։ Ընդունում եմ իմ հասցեին բոլոր քննադատությունները, ընդունում եմ, որովհետև ինձ քննադատողը ինչ-որ պատճառ է ունեցել դրա համար, բայց իմ ուղեղը կարողանում է բոլոր քննադատությունները զտել, պահելով միայն նրանք, որոնք ինձ պետք են։
Զայրացրել է այն, թե իբր ես խոհամոլ եմ։ Ժամանցային մակարդակում մի քանի անգամ հաճախելով համապատասխան վայրեր որոշ մարդկանց շրջանում խաղամոլի համբավ եմ ձեռք բերել, իսկ մի քանի անգամ ժամանցային ակումբներում ինձ ոգելից խմիչք օգտագործելիս տեսնելով ոմանք եզրակացրել են, որ ես հարբեցող եմ ու առանց ակումբներ հաճախելու չեմ կարող ապրել։ Իհարկե, այս ամենը իրականությանը չի համապատասխանում, բայց հասկանալի է, որ հանրային մարդ լինելով դու միշտ հասարակության ուշադրության կենտրոնում ես ու քո մասին կարող են ամեն ինչ օրինել։